Երևանի հնագույն թաղամասերից մեկում, Կոնդում, որտեղ ժամանակը թվում է, թե կանգ է առել դեռ նախորդ դարասկզբին, ապրում էր 24-ամյա Արամը։ Նա երիտասարդ ճարտարապետ էր, ով սիրում էր հին պատերը, քարերի լռությունը և այն պատմությունները, որոնք թաքնված էին ամեն մի ճաքի հետևում։ Բայց կար մի վայր, որտեղ նա երբեք չէր համարձակվում մտնել՝ իր հանգուցյալ պապիկի, վարպետ Գևորգի արհեստանոցը։ Վարպետ Գևորգը Երևանի ամենահայտնի ժամագործներից էր։ Մարդիկ ասում էին, որ նա կարողանում էր լսել ժամացույցների սրտի բաբախյունը։ Նրա մահից հետո արհեստանոցը փակվել էր, և ընտանիքը կարծես պայմանավորվել էր երբեք չխոսել այնտեղ մնացած իրերի մասին։ Արամի հայրը միշտ տխրում էր, երբ հիշում էր Գևորգին, բայց այդ տխրության մեջ կար ինչ-որ անբացատրելի տագնապ։ Մի անձրևոտ երեքշաբթի, երբ Արամը որոշեց, որ Կոնդի իրենց տունը վերանորոգման կարիք ունի, նա վերջապես բացեց արհեստանոցի ծանր կաղնե դուռը։ Օդը լցված էր հնության, յուղի և մետաղի հոտով։ Պատերին կախված հարյուրավոր ժամացույցները լռում էին, բայց Արամին թվում էր, թե նրանք բոլորը հետևում են իրեն։ Սկսելով մաքրել փոշին, նա տեղաշարժեց Գևորգի աշխատանքային հին սեղանը։ Հանկարծ հատակի փայտյա տախտակներից մեկը շարժվեց և արձակեց մի այնպիսի ձայն, որը չէր կարող լինել պատահական։ Տախտակի տակ Արամը գտավ մի կաշվե պայուսակ, փաթաթված հնամաշ կտորով։ Ներսում ոչ թե թանկարժեք իրեր էին, այլ մի քանի դեղնած նամակ, մի հին լուսանկար և մի տարօրինակ մեխանիզմ, փոքրիկ ոսկեզօծ անիվներով, որոնք նման չէին որևէ սովորական ժամացույցի մասի։ Լուսանկարում մի երիտասարդ աղջիկ էր, 1940-ականների հագուստով, սպիտակ զգեստով, բայց նրա ձեռքում կար մի թերթ, որի վրա հստակ երևում էր ամսաթիվը՝ 1988 թվականի դեկտեմբեր։ Արամի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչպես կարող էր 40-ականների ոճով հագնված աղջիկը լուսանկարվել 1988-ին։ Լուսանկարի հետևում գրված էր ընդամենը մի նախադասություն. «Գևորգ, ժամանակը կանգ է առել այն օրը, երբ դու ինձ փրկեցիր, պարտքդ վերադարձված է»։ Արամը սկսեց կարդալ նամակները։ Դրանք գրված էին ոչ թե հայերեն, այլ ֆրանսերեն, բայց մի քանի բառ հայերենով էին՝ Շուշի, սով, կյանք։ Արամը գտավ մի թարգմանչի և պարզեց ցնցող ճշմարտությունը։ Նամակները գրվել էին Փարիզից, ինչ-որ մեկի կողմից, ով իրեն անվանում էր Անահիտ։ Պատմությունը սկսվեց 1947 թվականին։ Այդ տարիներին Հայաստանում սով էր և ծանր քաղաքական հետապնդումներ։ Գևորգը երիտասարդ ժամագործ էր, ով աշխատում էր նաև պետական արխիվներում, որպես ժամանակի հաշվառման մասնագետ։ Նա պատահաբար իմացել էր, որ մի ամբողջ ընտանիք, Շուշիից տեղահանված և Երևանում ապաստանած, պետք է աքսորվեր Սիբիր։ Այդ ընտանիքի դուստրը Անահիտն էր։ Գևորգը, սիրահարված լինելով Անահիտին, որոշել էր անել անհնարինը։ Նա կեղծել էր փաստաթղթերը օգտագործելով իր հմտությունները ժամանակագրական տվյալների մեջ փոփոխություններ անելու համար։ Նա Անահիտին մահացած էր հայտարարել թղթերով, իսկ իրականում նրան թաքցրել էր հենց այս արհեստանոցի տակ գտնվող գաղտնի խորշում 3 ամիս շարունակ։ Այնուհետև, կաշառելով սահմանապահներին իր պատրաստած թանկարժեք ժամացույցներով, նա օգնել էր Անահիտին փախչել Իրան, այնտեղից էլ Ֆրանսիա։ Արամը ցնցված էր։ Նա երբեք չէր իմացել, որ իր համեստ պապիկը հերոս է եղել։ Բայց հարցը մնում էր, ինչ էր նշանակում 1988-ի լուսանկարը և այդ տարօրինակ մեխանիզմը։ Որոնումները Արամին տարան Արցախ։ Նա զգում էր, որ պատասխանը Շուշիում է։ Շրջելով հին փողոցներով նա գտավ մի տուն, որը նման էր լուսանկարի ֆոնին երևացող շենքին։ Այնտեղ ապրում էր մի ծեր կին, տիկին Նանեն։ Երբ Արամը ցույց տվեց լուսանկարը, Նանեն սկսեց դողալ։ «Սա իմ քույրն է, Անահիտը», ասաց նա ձայնի մեջ սարսռով։ Բայց նա Փարիզում էր։ 1988-ին, երբ երկրաշարժը եղավ, նա գաղտնի եկավ Հայաստան օգնություն բերելու։ Նա չէր կարողացել գտնել Գևորգին, որովհետև Գևորգն այդ ժամանակ հիվանդանոցում էր։ Նա թողեց այս լուսանկարը և մի իր, որը պետք է հասներ իրան։ Նա ասում էր, որ եթե Գևորգը տեսնի սա, նա կհասկանա, որ ամեն ինչ իզուր չէր։ Նանեն Արամին տվեց մի փոքրիկ արկղիկ, որը Անահիտը թողել էր իր մոտ տասնամյակներ առաջ։ Երբ Արամը բացեց այն, տեսավ նույնատիպ մեխանիզմի մյուս կեսը։ Նա վերադարձավ Երևան և արհեստանոցում փորձեց միացնել երկու մասերը։
Հենց որ երկու ոսկեզոծ մեխանիզմները միացան, արհեստանոցի հին պատի մեծ ժամացույցը, որը կանգնած էր տասնյակ տարիներ, սկսեց աշխատել։ Բայց այն ոչ թե առաջ էր գնում, այլ հետ։ Սլաքները պտտվում էին խենթ արագությամբ, մինչև կանգ առան 1947 թվականի հունիսի 12-ի վրա։ Այդ պահին ժամացույցի հետևի մասում բացվեց մի գաղտնի դռնակ։ Այնտեղ մի օրագիր էր և մի կտակ։ Գևորգը գրել էր իր կյանքի ամենամեծ գաղտնիքի մասին։ Պարզվեց, որ Անահիտը Ֆրանսիա հասնելուց հետո իմացել էր, որ հղի է։ Նա որդի էր ունեցել, որին անվանել էր Գևորգ ի պատիվ իր փրկչի։ Բայց քանի որ այդ տարիներին կապը Ֆրանսիայի հետ համարվում էր դավաճանություն, Գևորգը երբեք չէր համարձակվել խոստովանել, որ ինքը Ֆրանսիայում որդի ունի։ Նա գաղտնի նամակագրություն էր պահել Անահիտի հետ տասնամյակներ շարունակ, օգտագործելով ժամացույցների մեջ թաքցված ծածկագրեր։ Արամի սիրտը սեղմվեց։ Նա հասկացավ, որ իր հայրը միակ որդին չէր, նա ուներ հորեղբայր Փարիզում։ Բայց ամենացնցողը դեռ առջևում էր։ Օրագրի վերջում գրված էր մի հասցե և մի խնդրանք. «Ով որ գտնի սա, իմացեք, սերը ժամանակ չունի, գտեք Մարիամին»։ Արամը սկսեց փնտրել Մարիամին։ Օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, նա գտավ մի կնոջ Փարիզում, ով զբաղվում էր հայկական հին ձեռագրերի վերականգնմամբ։ Երբ նրանք տեսազանգով խոսեցին, Արամը քարացավ։ Մարիամը նման էր իր հորը, նույն աչքերը, նույն հայացքը։ Մարիամը պատմեց, որ Անահիտը մահանալուց առաջ իրեն տվել էր մի բանալի և ասել, որ մի օր Հայաստանից ինչ-որ մեկը կզանգի։ Այդ բանալին բացում էր Փարիզի հին թաղամասերից մեկում գտնվող մի պահատուփ։ Արամը մեկնեց Ֆրանսիա։ Երբ նրանք միասին բացեցին պահատուփը, այնտեղ գտան Գևորգի պատրաստած ամենաառաջին ժամացույցը, որը նա տվել էր Անահիտին 1947-ին, բայց ժամացույցի ներսում կար մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Այնտեղ թաքցված էին Շուշիի նրանց տան հին սեփականության թղթերը և մի քարտեզ, որը ցույց էր տալիս մի վայր Կոնդում, հենց Արամենց տան տակ։ Վերադառնալով Երևան, Արամն ու Մարիամը փորեցին արհեստանոցի նկուղի այն հատվածը, որը նշված էր քարտեզում։ Նրանք գտան մի երկաթյա տուփ։ Ներսում ոչ թե ոսկի էր, այլ Գևորգի և Անահիտի նամակագրությունը։ Հազարավոր նամակներ, որոնք նրանք գրել էին միմյանց, բայց երբեք չէին կարողացել ուղարկել։ Այդ նամակները մի ամբողջ պատմություն էին, լի ցավով, սիրով և հավատով։ Բայց ամենակարևորը տուփի հատակում էր։ Այնտեղ մի փոքրիկ մատանի էր և մի երկտող։ Մենք կհանդիպենք այնտեղ, որտեղ ժամանակը այլևս նշանակություն չունի։ Այս բացահայտումը միավորեց երկու ընտանիքներին։ Արամի հայրը և Մարիամի հայրը, երկու եղբայրներ, ովքեր ապրել էին տարբեր երկրներում և չգիտեին միմյանց գոյության մասին, վերջապես գրկախառնվեցին Երևանում։ Կոնդի հին արհեստանոցը վերածվեց թանգարանի, որը կոչվեց ժամանակի գաղտնիքը։ Մարդիկ գալիս էին այնտեղ տեսնելու ոչ թե ժամացույցներ, այլ լսելու մի պատմություն, որը թվում էր անհավանական, բայց իրական էր։ Պատմություն այն մասին, թե ինչպես մի ժամագործ կարողացավ կանգնեցնել ժամանակը, որպեսզի փրկի իր սերը, և թե ինչպես տասնամյակներ անց այդ նույն ժամանակը վերականգնեց արդարությունը։ Արամը հաճախ էր նստում արհեստանոցում և լսում ժամացույցների տիկ-տակը։ Նա հիմա գիտեր, որ յուրաքանչյուր վայրկյանը թանկ է, և որ ամենամեծ գանձերը թաքնված են ոչ թե փողի, այլ այն արարքների մեջ, որոնք մենք անում ենք հանուն ուրիշների։ Նման բան դեռ ոչ ոք չի տեսել, որովհետև սա պատմություն է այն մասին, որ նույնիսկ ամենամութ տարիներին մարդկային լույսը կարող է ճանապարհ հարթել դեպի ապագա։ Գևորգի և Անահիտի սերը չմահացավ, այն ապրեց նամակների մեջ, մեխանիզմների ատամնանիվների արանքում և վերջապես գտավ իր հանգրվանը իրենց թոռների սրտերում։ Այսօր Կոնդում ժամացույցները նորից են աշխատում, նրանք այլևս չեն լռում, նրանք պատմում են մի վարպետի մասին, ով գիտեր, որ ժամանակը կարելի է խաբել, բայց սիրուն երբեք։
Սա մի պատմություն է, որը սկսվեց փոշոտ մի արհեստանոցից եւ դարձավ մի ամբողջ ազգի ու երկու ընտանիքի հիշողության վերածնունդը։ Այսօր Կոնդում ժամացույցները նորից են աշխատում։ Նրանք այլևս չեն լռում։ Նրանք պատմում են մի վարպետի մասին, ով գիտեր, որ ժամանակը կարելի է խաբել, բայց սիրուն երբեք։ Սա մի պատմություն է, որը սկսվեց փոշոտ մի արհեստանոցից եւ դարձավ մի ամբողջ ազգի ու երկու ընտանիքի հիշողության վերածնունդը։